Հիմա ասում են լեգիտիմ է, լեգիտիմ չի, կեղծված է, կեղծված չի, սա թողում եմ մի կողմ, խոսում եմ հստակ արդյունքի մասին, ունենք այն, ինչ ունենք։ Արդյունքը նա է, որ իշխանությունները մնացել են, Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու է որպես վարչապետ։ Գիտեք, ինչ ոնց որ դեժավյու լինի, 21 թիվը եւ այս ընտրությունները շատ իրար նման են։ Այն ժամանակ էլ էին ասում, որ վերջ կամ հիմա կամ երբեք կամ հիմա մենք կամ էլ ոչ մեկ եւ վերջ, նույնն էլ հիմա էր տեղի ունենում։ Այսինքն ընդդիմությունը որդեգրել էր նույն գործողությունների պլանը, նույնիսկ նույն հռետորաբանությունը, որը 21 թվին էր, որևէ բան չէր փոխվել այդ ամենի մեջ եւ եղավ նույն արդյունքը։ Մարդկանց թվում էր, որ նույն հռետորաբանությամբ, նույն ռազմավարությամբ, լրիվ ամեն ինչը նույնն է, կինոյի ավարտը այս անգամ լինելու է լրիվ այլ։ Բայց գիտեք, եթե նույն կինոն ես նայում, ամեն անգամ ակնկալել, որ այդ կինոյի մեջ վերջում ինչ-որ բան է փոխվելու է, հիմնական հերոսը, գլխավոր հերոսը սաղ է մնալու կամ չգիտեմ, հա, ով ոնց նայած ինչ կինո է, ամեն անգամ ասենք դա ակնկալ մի շահ բան է, էլի, որտեղ դու եթե կինո ես նայում, ինքը միշտ նույն ավարտն է, նույն կինոն նույն ավարտն է ունենում։ Այո, շատ ճիշտ եք ասում, որ նշվել էր, որ կյանքում ահավան կռիվ է, հայրենիքը փրկության եւ այլն, բայց կներեք, եթե այդպես էր, ինչ որ իրենք հրճակել էին, բա ինչի տեղի չունեցավ այդ կոնսոլիդացիան։ Ինձ թվում է, գերագնահատեցին իրենց հնարավորությունները։ Շատ ուղիղ ասեմ, գերագնահատեցին իրենց հնարավորությունները 1, չէին տիրապետում հանրային տրամադրություններին 2, եւ երևի չեմ կարող ասեմ քաղաքական ամբիցիաներ կամ անձնական ամբիցիաներ, որ միշտ մենք ունենում ենք քաղաքական դաշտում, որ բոլորը իրենց պատկերացնում են առաջի համար, հա, եւ դրա համար միշտ տեղի չունենում այդ միավորումները, քաղաքական կոնսոլիդացիաները, բայց գիտեք, երբ դու հրճակում ես, որ սա սովորական ընտրություն չի, այլ սա հայրենիքի փրկությունն է, առնվազն կամ դու անկեղծ ես այդ նպատակը հրճակելու ժամանակ, կամ դու ուրեմն հանուն դրա պատրաստ ես քո ամբիցիաները մի փոքր sense հետ դնես, բայց գոնե այս բանը չեմ տեսնում նախադրյալներ ինչ-որ փողոցային իշխանապողության համար ռեալ հնարավորություններ, հա, որ ասենք, այ տեսնում եմ ռեալ հնարավորություն մոտակա ժամանակ փողոցային իշխանապողության առումով այս իրողության մեջ։ Նորից կարող 5 օր հետո բան փոխվի, մենք խոսում ենք այսօրվա իրականության մեջ։ Ես չեմ տեսնում այդ հնարավորությունը եւ այն հանրային պահանջը, որ հիմա մարդիկ պատրաստ են դուրս գալ փողոց եւ փողոցով իշխանապողություն։ Իրավունք TV տաղավարում հյուրընկալել ենք Հանուն սոցիալական արդարություն կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Ղուկասյանին, շնորհակալություն պարոն Ղուկասյան հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղուկասյան, մենք ընտրություններից հետո առաջին անգամ ենք հանդիպում, ինչ կասեք արդյունքների մասին, արդյոք սա սպասելի էր ձեզ համար եւ դրա համար էր նաեւ, որ ձեր կուսակցությունը չմասնակցեց այս ընտրություններին։ Նախ եւ առաջ շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ հրավերի համար։ Այո, կանխատեսում էինք, որ նման ձևով, նման կերպով, ձևաչափով ընտրություններին մասնակցելը բերելու են նմանատիպ արդյունքի։ Ընտրություններից առաջ բազմիցս ես ասել եմ, որ իսկապես պետք է իրական կոնսոլիդացիա քաղաքական դաշտում, իրական միավորված ընդդիմադիր բևեռ կոնսոլիդացված եւ դրա մասին կարծես թե ոչ միայն ես էի խոսում, նաեւ տարբեր քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, հասարակական, քաղաքական բնական այդ կոնսոլիդացիան տեղի չունեցավ եւ մենք արդյունքը տեսնում ենք։ Ստացվեց, որ ընդդիմությունը պայքարում է մեկը մյուսի դեմ, որովհետեւ ունեին նմանատիպ էլեկտորատ եւ ավելի շատ գնում էր պայքար ընդդիմադիր ուժերի միջև, հաշվի առնելով նաեւ, որ որոշ քաղաքական ուժեր փոշիացրեցին ձայները, այդ ամենը բխում էր իշխանության շահերից եւ ի վերջո բերեց նրան, որ օգուտ տվեց այդ ամենը իշխանություններին։ Այսինքն սպասելի էր այո այս արդյունքը, դրա մասին հրապարակային խոսել եմ։ Ցավոք սրտի չեղավ այդ կոնսոլիդացիան եւ ունենք այն ինչ ունենք։ Սամվել Կարապետյանը հիմա է ասում, եկեք կոնսոլիդացվենք, կոչ է արել քաղաքական ընդդիմադիր ուժերին միավորվել, միասնական խորհուրդ ստեղծել, հանրահավաք անել,
Ուշացած չէ։ Ես չգիտեմ, Սամվել Կարապետյանը ունի իր ճանապարհային քարտեզը, ինքը կոչ է անում ընտրություններից հետո դա անել, ընտրություններից առաջ էր իմ կարծիքով պետք դա անել, պետք է լիներ լայն կոնսոլիդացիա, պետք է լիներ լայն միավորում եւ ընտրություններից առաջ, որովհետեւ ընտրությունները ավարտվել են եւ ունենք այն արդյունքը, որը ունենք, բնական է համարում եմ, որ այս ցիկլում, այս փուլում ընդդիմությունը պարտություն է կրել, այստեղ անգամ ասացի համարում եմ, բայց այստեղ համարելով չի, սա հստակ արդյունք է, որը որ կա հիմա քաղաքական դաշտում, իշխանությունները մնացին, հիմա ասում են լեգիտիմ է, լեգիտիմ չի, կեղծված է, կեղծված չի, սա թողում եմ մի կողմ, խոսում եմ հստակ արդյունքի մասին, ունենք այն, ինչ ունենք, արդյունքը նա է, որ իշխանությունները մնացել են, Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու է որպես վարչապետ, այս պայդրությամբ ուժերը դիմել են սահմանադրական դատարան, հուլիսի 4-ին կլինի վճիռ, հա, վերջնական որոշում, չգիտեմ, գիտեք, ես չեմ ուզում ընկնեմ առաջ եւ ինչ որ այնպիսի տպավորություն լինի, որ ես տարածում եմ բացասական ինչ որ տրամադրություններ եմ, հա, բանանում, բայց որովե ակնկալիք, ասենք, որ ընդհանուր պատկերը կփոխվի եւ լուրջ ինչ-որ խորքային փոփոխություն կտեսնենք, ես չեմ կանխատեսում այդպիսի։ Պարոն Պայսյան, առնվազն Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ եթե լինեն ընտրակեղծիքներ, լինելու է հեղափոխություն, չէր ասում, որ դիմելու են սահմանադրական դատարան, հետո սահմանադրական դատարանն է որոշելու։ Ինչ փոխվեց այս ընդդիմադիր ուժերի օրակարգում, որ հիմա որոշեցին, որ պիտի սահմանադրական դատարանի ճանապարհով գնան։ Դե ըստ իրանց իրենք ասում են, որ բոլոր օրինական իրավական ճանապարհներով, պրոցեդուրաներով անցնեն, իսկ հետո իրենք կասեն ինչ են անելու։ Սա իրանց տակտիկան է։ Ես օրինակ որպես առաջ հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օրինակ այն դրամատուրգությունը, որ մի հատ օրինական էս իրավական ճանապարհը անցնենք, նոր մտածենք փողոցի մասին կամ չէ, ես չեմ տեսնում, այս երկու process-ը իրար ինչով են հակասում, հակառակը, եթե լիներ փողոց եւ դա լիներ զուգահեռ այդ իրավական պրոցեդուրաների հետ, դա կլներ ավելի ուժեղ եւ կլներ ավելի մեկը մյուսին ուժեղացնող գործընթաց։ Չեմ տեսնում հակասություն, հա, մեկը մյուսի միջև։ Երբ որ 7-ի ընտրություններից հետո 7-ի գիշերը կամ 8-ի առավոտ եթե կար այդ գնահատականը, որ ընտրությունները կեղծվել են, տոտալ ինչ որ կեղծիքներ եւ այլն, իմ կարծիքով պետք է հենց ամսի 8-ին դուրս գալ փողոց, նորից անցնել այդ բոլոր պրոցեդուրաները, եթե կա ցանկություն, բայց դա լիներ փողոցի ներքո։ Բայց երբ անցնում այդքան արել հուլիսի 8-ին հնարավոր համարում եք օրինակ գեներացնել փողոցային պայքար։ Հուլիսի 8-ին, ասենք, հա, պայմանական։ Դե գիտեք, ես քաղաքագետ եմ մասնագիտությամբ եւ քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից մի փոքր բարդ եմ պատկերացնում դա։ Ես չեմ կանխատեսում, որ նույն էֆեկտն է լինելու ինչ որ հունիսի 8-ին, որովհետև առհասարակ եթե նայենք այլ երկրների օրինակով կամ թեկուզ մեր երկրի օրինակով, հա, տարբեր ժամանակահատվածներում ունեցել ենք փողոցային պայքարներ հետընտրական, դա արվում է անմիջապես ընտրություններից հետո, այսինքն process-ը սկսվում է անմիջապես ընտրություններից հետո։ Մի հատ դիմենք ստեղ, հետո գնանք, մի հատ դիմենք ստեղ, հետո մի հատ գնանք այնտեղ դիմենք, հետո վայ եկեք դուրս գանք փողոց։ Ես նորից եմ կրկնում, մեկը մյուսին ինչով էր խանգարում։ Այսինքն մեկը մյուսին միայն կարող է լրացնել, ուժեղացնել, էֆեկտը ավելի ուժեղացնել։ Բայց երբ դու ասում ես, չէ, հələ սպասեք, այն որ ասում եմ մենք ձեզ կզանգահարենք, իմ կարծիքով, հա, տեսեք, կաբլիցի չեմ ուզում որևէ մեկին հիմա ես սևացնեմ, վարկաբեկեմ, քննադատեմ, ընդդիմությունը թող դա տենց չընդունի։ Ես հիմա խոսում եմ ոչ թե որպես քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական ուժի ներկայացուցիչ, ամբիցիաներ քաղաքական ունեցող անձ, այլ խոսում եմ որպես քաղաքագետ, որպես քաղաքացի, երկրի քաղաքացի։ Տեսնում եմ, որ կար ակնկալիքներ այն մարդկանց մոտ, ովքեր ընտրել են տարբեր ընդդիմադիր ուժերի, ֆավորիտ համարվող քաղաքական ուժերի, ես տեսնում եմ կողքից եւ տեսել եմ եւ տեսնում եմ, որ կար ակնկալիք, որ կլինի ինչ-որ process փողոցային, ի վերջո մարդիկ կզգան, որ իրանց քվեի համար պայքար կա
եւ դա կլիներ ավելի տրամաբանական անել անմիջապես ընտրություններից հետո եւ դա չի հակասում, նորից ուզում եմ անպայման շեշտեմ, դա չի հակասում այն իրավական գործընթացներին, որոնք որ հիմա տեղի են ունենում։ Մեկը մյուսին միայն կլրացներ եւ կուժեղացներ։ Վաղ Կասյան, դուք նշեցիք, որ լինելով քաղաքագետ տեսնում եք այդ process-ների ինչ կարող է լինել եւ ինչ հնարավոր է անել, ռեսուրսների պակաս չուներ նույն Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը, ունեին տեխնոլոգներ, ունեին խորհրդատուներ, մինչև անգամ Իսրայելից ռազմական փորձագետեր եկել, միթե այդ ամեն ինչը իրենք չկարողացան ճիշտ հաշվարկել, տեսնել ու ուղղակի սխալվեցին եւ ինչ պիտի լինի դրա հետևանքը։ Գիտեք, ռեսուրս ունենալը շատ կարևոր է քաղաքականության մեջ, բայց պետք է բացի ռեսուրսի, դա չի ապահովում, չի երաշխավորում քո հաջողությունը։ Նախևառաջ պետք է զգալ հանրային տրամադրությունները, սա առաջինը։ Երկրորդը պետք է ունենալ հստակ ռազմավարություն, գործողությունների պլան։ Եթե դու ունես պլան, ուրեմն դա պետք է լինի պլան A, պլան B, պլան C, այսինքն չի կարող այնպես լինի, որ գիտեք, սկզբից պլան A-ն փորձենք, հետո տեսնենք ինչ է լինում, եթե չի լինում, նստենք մտածենք պլան B-ի մասին։ Դու պետք է նախապես քաղաքականության մեջ ունենաս հստակ ռազմավարություն, հստակ գործողությունների պլան, որը նորից եմ ասում, նախատեսվում է պլան A, պլան C, պլան A, պլան B, պլան C, այնպիսի տպավորություն է, որ հիմա նոր ընդդիմությունը մտածում է ինչ անի։ Լավ, ասենք իրավական այս ճանապարհը եկանք, հասանք մի հատ ֆինիշի, ասում են մենք հետո կասենք ինչ ենք անում, մենք դեռևս քննարկում ենք, չէ՞։ Ուղիղ իրենք չեն ասում, մենք ունենք, մենք իրենք ասում են մենք քննարկում ենք, մի հատ հասկանանք, մի հատ էս, մի հատ այն, այսինքն այս առումով շատ կարևոր է քաղաքականության մեջ այդ ժամանակը։ Շատ կարևոր է անել դա, կարող է մի հատ գործողություն դու անես մի ժամանակահատվածում, դա լինի մի էֆեկտ, այլ ժամանակահատվածում դա լինի լրիվ այլ էֆեկտ։ Դրա համար այդ ժամանակը շատ կարևոր է։ Օրինակ նույն Նիկոլ Փաշինյանի մասին որ խոսում են, ասում են Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է ըստ ժամանակի։ Այսինքն ինքը շատ լավ գիտի ինչպես ասի, ինչ ասի, ոնց անի, Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է նաև ես պետքա բաց ասեմ, իմ տպավորությամբ եւ իմ կարծիքով շատ լավ հասկանում է հանրային տրամադրությունները։ Եվ դա քաղաքական գործի ամենակարևոր ուժեղ կողմը պետք է լինի։ Ես չունեմ տպավորություն այսօր անկեղծ ասած, որ այսօրվա ֆավորիտ համարվող ընդդիմությունը հանրային տրամադրություններին լավ տիրապետում։ Բայց հստակ ժամկետներով խոսում ենք Նարեկ Կարապետյանն ասում էր 3 օրից Նիկոլ Փաշինյանը չի լինելու իշխանության, այս մարդուն հարցեր ներողություն, կներեք, ես հասկանում եմ, որ դա նախ եւ առաջ նախընտրական ռազմավարություն է, հիմնականում գիտեք, որ բոլոր քաղաքական ուժերն էլ ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակներում սիրում են այսպես ասել բարձրացնել խաղադրույքները, ներկայացնել, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, մենք գիտենք մի բան, ինչը չգիտեն ուրիշները, սա շատ բնական եւ բնորոշ է գրեթե բոլոր քաղաքական ուժերին նախընտրական փուլում։ Ընտրությունները ավարտվեցին, 21 թիվն էլ եք հիշում, որ ասում էին մենք հաղթելու ենք, վերջ արդեն հաղթած ենք եւ այլն, դա միշտ գրեթե բոլոր ընտրությունների վաղտ այդպես է, բայց գիտեք, մի բան է, որ դու դա ասում ես եւ հասկանում ես, որ դրանով օրինակ կոնսոլիդացնում ես քո էլեկտորատը կամ չգիտեմ ավելի քո շուրջ վստահություն ես ձեռք բերում։ Բայց այլ բան է, որ օրինակ դու ունենաս այդ պլան A, պլան B, պլան C-ն, հա, որ բոլոր դեպքերում դու ոչ թե ասենք անցնի 15-20 օր մի ամիս ասես, այն ինչ որ դու պետքա մի ամիս առաջ անեիր, դու անում ես մի ամիս հետո, որը ուրիշ էֆեկտ է տալու, չի տալու այն էֆեկտը, որը կարող էր տալ 1 ամիս առաջ։ Եվ այս առումով ես տեսնում եմ, որ կամ ընդդիմությունը ունի թյուրն բռնում, ասենք առասարակ քաղաքական գործընթացների եւ հանրային տրամադրությունների վերաբերյալ, կամ ուղղակի չգիտեն, ասենք ինչ անեն, որովհետեւ պլան A-ն չի աշխատել եւ արդյունքում իմ տպավորությամբ ուղղակի փորձում է անդիմությունը գտնի ինչ որ հիմնավորումներ, թե ինչու պետք է գնա ազգային ժողով, որտեղ ես արդեն որպես քաղաքագետ զգում եմ այն մեսեջները, հա, այն ազդակները տարբեր քաղաքական անդիմադիր անցած ուժերի ներկայացուցիչների կողմից, որ գիտեք, այս հիմնավորումով, այն հիմնավորումով մենք ի վերջո ասելու են իրանք, որ գնում ենք ազգային ժողով, նոր փուլ է սկսվում, ազգային ժողովը լինելու է եւ մանդատները լրացուցիչ ռեսուրս իշխանապողության համար եւ այլն եւ այլն։ Այս ես ավելի շատ հիմա այդ
process-ն եմ տեսնում, եթե ասես բարձ բաց ասենք, քան այն process-ը, որ հիմա ինչ որ գեներացվում է պլաններ կամ գործողությունների շղթա եւ այլն, որ հիմա լինի իշխանապողություն։ Բայց այս ամեն ինչը շատ բնական կլիներ, եթե մենք ունենայինք սովորական ընտրական process, բայց մեզ մատուցվում էր, որ սա գոյաբանական խնդիր է, հայ լինել չլինելու հարցն է, պահը որ հասական է, ու մենք տեսնում ենք ինչ-որ մանդատների շուրջ կռիվ։ Ի վերջո ուռճացված էր, որ ամեն ինչ այդքան վատ է, թե իրականում ընդդիմությունը չի տիրապետում իրավիճակին։ Ես շատ, դες գիտեք, ինչ ոնց որ դեժավյու լինի, 21 թիվը եւ այս ընտրությունները շատ իրար նման են։ Այն ժամանակ էլ էին ասում, որ վերջ կամ հիմա կամ երբեք կամ հիմա մենք կամ էլ ոչ մեկ եւ վերջ, նույնն էլ հիմա էր տեղի ունենում։ Այսինքն ընդդիմությունը որդեգրել էր նույն գործողությունների պլանը, նույնիսկ նույն հռետորաբանությունը, որը 21 թվին էր, որևէ բան չէր փոխվել այդ ամենի մեջ, եւ եղավ նույն արդյունքը։ Ամենահետաքրքիրը նա է, որ չգիտեմ ինչու, որոշ մարդկանց թվում էր, որ նույն հռետորաբանությամբ, նույն ռազմավարությամբ, լրիվ ամեն ինչը նույնն է, կինոյի ավարտը այս անգամ լինելու է լրիվ այլ։ Բայց գիտեք, եթե նույն կինոն ես նայում, ամեն անգամ ակնկալել, որ այդ կինոյի մեջ վերջում ինչ որ բան է փոխվելու, հիմնական հերոսը, գլխավոր հերոսը սաղ է մնալու կամ չգիտեմ, հա, ով ոնց նայած ինչ կինո է, ամեն անգամ ասենք դա ակնկալ մի բան է, էլի, որտեղ դու եթե կինո ես նայում, ինքը միշտ նույն ավարտն է, նույն կինոն նույն ավարտն է ունենում։ Հիմա մոտավոր նույն պատկերը մենք ստացանք, հա, նույն ավարտը եղավ, որտեղ նույն կինոն էր։ Հիմա ըստ դրա ես չգիտեմ ինչ է ակնկալու։ Ես տեսնում եմ այդ կինոյի շարունակությունը, որ երկրորդ սերիան էլ կա, որը էլի տեսել ենք, դա այդ 21-ից 26 թվի պարլամենտն էր, դեռևս պարլամենտն է, ով օգոստոսին է նոր գումարումը լինելու ազգային ժողովի, այստեղ այդ առումով նույն եթե մանդատները վերցնում են գնում են, մենք տենալու ենք նույն կինոն, նույն ազգային ժողովը, ուղղակի մի քանի որոշ դեմքեր կփոխվեն։ Ավականու կինոն է կրկնվելու ազգային ժողովը, որ ասում են Ֆոքսի տանձիկ են, մեզ սարքեցել է։ Դե հիմա սկզբում ազգային ժողովի հիշում եք, այդ կրտուկները եղավ եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ առումով ակնկալել, որ կինոյի երկրորդ սերիան ուրիշ է լինելու, բայց արդեն մենք բոլորս դիտել ենք, պետք չի, այդ նույն բանն է լինելու, ինչ որ մենք դիտել ենք, Ժորժ ջան, այդ նույն կինոն է։ Ուղղակի երկու սերիանոց է, երկու սերիան տեսանք ընտրություններից առաջ 21-ի, այս 21-26, հիմա եղավ նույն առաջի սերիան այն ինչ որ մենք տեսանք, հիմա լինելու է այդ երկրորդը, ինչ որ մենք էլի տեսել ենք, այսինքն ինչ ենք մենք ակնկալում, հա։ Այդ առումով, եթե մանդատները վերցնում են, ես կարծում եմ եւ կանխատեսում եմ, որ վերցնելու են մանդատները, այստեղ ասել, որ ահա վերցնում ենք, որտեղ սկսվում է նոր պայքար, հայրենիքի եւ այլ, այո, շատ ճիշտ եք ասում, որ նշվել էր, որ կյանքում ավան կռիվ է, հայրենիքը փրկության եւ այլն, բայց կներեք, եթե այդպես էր, ինչ որ իրենք հրճակել էին, բա ինչի տեղի չունեցավ այդ կոնսոլիդացիան։ Ձեր կարծիքով ինչու տեղի չունեցավ, իրենք կարծում են, որ չեն ուզում այդ իշխանությունը կիսեին, թե պարզապես իրենք ուզում էին լինեին միակ ընդդիմությունը։ Որովհետև որոշ մարդիկ ինձ թվում է գերագնահատեցին իրենց հնարավորությունները, շատ ուղիղ ասեմ, գերագնահատեցին իրենց հնարավորությունները 1, չէին տիրապետում հանրային տրամադրություններին 2, եւ երևի չեմ կարող ասեմ քաղաքական ամբիցիաներ կամ անձնական ամբիցիաներ, որ միշտ մենք ունենում ենք քաղաքական դաշտում, որ բոլորը իրենց պատկերացնում են առաջի համար, հա, եւ դրա համար միշտ տեղի չունենում այդ միավորումները, քաղաքական կոնսոլիդացիաները, բայց գիտեք, երբ դու հրճակում ես, որ սա սովորական ընտրություն չի, այլ սա հայրենիքի փրկությունն է, առնվազն կամ դու անկեղծ ես այդ նպատակը հրճակելու ժամանակ, կամ դու ուրեմն հանուն դրա պատրաստ ես քո ամբիցիաները մի փոքր sense հետ դնես եւ այդ նպատակին բան անես, էլի իրականություն դարձնես այդ պլանները, որոնք դու ունես։ Իսկ դուք որպես կուսակցության ղեկավար տեղյակ եք, թե ինչ միասնական օրակարգ է հիմա պատրաստվում ձևավորել եւ արդյոք հրավեր առաջարկ։ Ոչ մի հրավեր, ոչ մի առաջարկ, տեղյակ չեմ ընդհանրապես, տեղեկություն չունեմ։ Պարոն Ղուկասյան, երբ որ բարձրաձայնվում է, կոչ է արվում, օրինակ նույն ընդդիմադիր ուժերին մանդատները չվերցնել, ասում են մենք կորոշենք վերցնենք, չվերցնենք։ Երբ ասում են փողոց դուրս գանք, ասում են մեզ մի հրահրեք, մի սադրեք, էլի
դուրս չգանք փողոց, իշխանությունը մեզ չծեծի եւ այլն։ Երբ որ իրենց սխալների մասին է բարձրաձայնվում, ասում են դուք նիկոլական եք։ Իսկ իրենք ինչ են եւ արդյոք այս անընդհատ սխալվելը հենց Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր լցնել չէ իրենց կողմից։ Գիտեք, եկեք ուղիղ ասեմ, ես կարծում ձեր հարցին եմ պատասխանում ուղիղ, պետքա ստեղծվի նոր ընդդիմություն, պետքա ստեղծվի նոր քաղաքական ընդդիմադիր բևեռ, պետքա չտրվել այդ գնահատականներին կամ մեղադրանքներին, եթե դու ինչ-որ մեկի հետ ես, ուրեմն դու ինչ-որ մեկի հետ ես, կամ կա սա, կամ կա այս նույն բանը, երկու բևեռ եւ վերջ։ Կյանքը սև ու սպիտակով չի, եթե ոմանց համար կյանքը սև ու սպիտակով է, սև ու սպիտակ է կյանքում, հա, ասեմ որ կյանքը բազմագույն է։ Ու ես շատ լավ հասկանում եմ դա ինչի համար է արվում, դա արվում է նրա համար, որպեսզի բոլոր նրանք ովքեր ինչ որ շրջանակների տիրույթում չեն գտնվում վերահսկողության, այդ մարդկանց ուղղակի վարկաբեկեն, սևացնեն, ներկայացնեն, որ այս մարդիկ իշխանական պրոյեկտ են։ Հավատացնում եմ, որ օրինակ ոնց է վերաբերում, որ նախկին նիկոլականները կարող են նաև ձեզ այսպես ասած քննադատել։ Գիտեք ինչ, ես այդպես կյանքեմ չեմ նայում, նախկին նիկոլական, ներկա նիկոլական, նախկին էս իչական, այն իչական, կյանքը, քաղաքականությունը ստատիկ process չի, հա։ Սենց ինչ-որ 10 տարի առաջ իրավիճակ էր, հիմա էլ նույնը 20 տարի հետո լա նույն իրավիճակը լինելու։ Ես նայում եմ սենց մարդու խոսույթը, ռետորաբանությունը, առաջարկությունները խելամիտ են թե չէ։ Հիմա մարդը կարող է ինչ պատճառներով ժամանակին եղել է ինչ-որ քաղաքական թիմում, հետո իրավիճակը փոխվել, իրողությունն փոխվել եւ այլն, ուրիշ համոզմունքների են բաները։ Դրա մեջ որևէ բան չկա։ Կյանքը շարունակական process է, ստատիկ չի եւ մի փոքր տարօրինակ կլներ, որ մարդիկ միշտ մնային նույն, ասենք, տեղում եւ ըստ իրողությունների փոփոխությունների չփոխեին իրանց դիրքորոշումը եւ վերաբերմունքը, հա, բայց կարեւորը թե ինչ է դրա հիմքում, այսինքն խելամիտ է, խելամիտ չի։ Հիմա եթե մենք տեսնում ենք բաց թողումներ, օրինակ այս կամ այն քաղաքական շրջանակների գործողությունների մեջ։ Խնդիրը անձերի սիրելու չսիրելու մեջ չի, խնդիրը սիմպաթիայի մեջ չի, չէ՞։ Իրանք են չէ հրճակում, որ երկիրը կանգնած է ճակատագրական գործընթացների առաջ, ճակատական մարտահրավերներ են լինելու չլինելու մեջ։ Կներեք, բայց այդ նպատակի, այդ խնդրի մեջ, որ կա ամենակարևոր խնդիրը նա է, թե անձնական հարցերը բարձելու կամ անձնական բաները ամբիցիաների հարցն է ամենակարևորը կամ այս մեկը սենց է, այն մեկը նենց է, այն մեկը նենց է։ Եթե մարդը օրինակ եմ ասում, այս կամ այն ժամանակահատվածում եղել է այս քաղաքական թիմում կամ այն քաղաքական թիմում։ Հիմա այդ մարդը իրավիճակը փոխվել, հա, ուզում է ինքն էլ նպաստի, որպեսզի դրական փոփոխություններ լինեն կամ երկրի առաջ ծանրացած այդ մարտահրավերները լուծենք մենք ազգովի։ Հիմա ինչ ենք ասում, ասում ենք, չէ, գիտես, բանը, դու այս ինչական ես, դու այն ինչական ես, մենք իդեալական մաքուր ենք, ինչ որ իդեալական մարդ կա այս կյանքում, ուզում եմ հասկանալ, այդպես իդեալական անձնավորություն, որ որևէ սխալ կյանքում չի արել, որևէ բաց թողում չի արել։ Սա ասում եմ չլինելով երբևէ որևէ քաղաքական բևեռի կողքը կամ որևէ քաղաքական կարկառուն գործի կողքը, ես ինքս կուսակցության նախագահ եմ, համեմատաբար երիտասարդ ու ունեմ իմ պատկերացումները երկրի զարգացման հետ կապված։ Բայց ես ասում եմ այն, որ ես չեմ նայում մարդկանց ըստ այս ինչականների, այն ինչականների, եթե մարդը ունի խելամիտ առաջարկ, եթե մարդը հիմնավորված քննադատություն է հնչեցնում այս կամ այն գործընթացների շուրջ, եթե մարդ չի վիրավորում որևէ մեկի անձնական վիրավորանքներ չի հասցնում եւ այլն, ես չգիտեմ իմաստը որն է մարդկանց թիրախավորելու, որովհետեւ այդ մարդը ինքը չի պատկանում այս կամ այն քաղաքական թիմին կամ այս մարդու կողքը չի, այն մարդու կողքը չի։ Գիտեք, դրա համար այն նրանք ովքեր ամեն նիկոլական ես, այս ինչական ես, այն ինչական ես, ասելիք ունեք, հիմնավորված ասեք, հիմնավորված փաստեր ներկայացրեք։ Չունեք, խնդրեմ, ուրեմն անիմաստ տեղը պետք չի, այլ առանցին էլ այդպես պարակտված ենք, հա, բոլորս մեր ազգը պարակտված է, հավելյալ այդպես դնել, պարակտել, չգիտեմ,
Դա մի քիչ նորմալ Բայց երբ որ ուսումնասիրում ես նույն նախընտրական ծրագրերը, տեսնում ես, որ գաղափարական առումով այդպես մեծ տարաձայնություններ առանձնապես չկա։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանն էլ էր ասում, որ թրիփը շատ լավ բան է, Սամվել Կարապետյանն էլ էր այդ մասին ասում, նույն վեկտորի հետ կապված է արտաքին, իրենք ասում էին, որ եւ արևմուտքի հետ պետք է լավ լինել եւ Ռուսաստանի, այսինքն այդ սկզբունքային գաղափարական մեծ տարաձայնություններ կարծես թե չկար։ Հետևաբար ինչու պիտի ժողովուրդը չընտրեր Նիկոլ Փաշինյանին, ընտրեր ընդդիմությանը։ Գիտեք, ստեղ բացիներից թե ով ինչ է ասում, կարևորը թե ենթադրենք մարդիկ, եթե մարդը արդեն եղել է իշխանության, ինքը համատում է, այս իշխանության լավ է, իրան, այս իշխանության օրոքը իր համար լավ, թե այն իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի իշխանության կամ չգիտեմ, այլ ղեկավարի իշխանության ժամանակ, այսինքն ասած համեմատականները կան, միայն այն չի, թե մարդը ինչ է ասում հիմա, կարևորը որ կան համեմատելու հնարավորություններ։ Հիմա մարդիկ հնարավորությունները այդ հնարավորությունից օգտվել են, համեմատել են, եկել են այն արդյունքի, եկել ենք այն արդյունքի, որը եկել ենք։ Ես գիտեք, ես sense եմ մտածում, թե իշխանությունը օրինակ լավ բան է ասում կամ լավ բան է անում, դու այնքան որ կանաս ասենք այնքան որ ասես ես դեմ եմ իշխանության բոլոր հարցերում ու վեկանաս ասես չէ օրինակ այս լավ բանը պետք չլինի, պետք վատ բան լինի։ Այո ես դեմ եմ։ Դա մի քիչ իմ համար դա գոնե տրամաբանական չէ։ Թե իշխանությունը լավ անում, կապ չունի օրվա իշխանությունը։ Ովը կապ չունի, անձի վրա չեն ֆիքսվում։ Եթե լավ բան անում, քո երկրի շահից բխող, պետք է այդ լավ բանը աջակցես։ Հիմա միգուցե այդ տրամաբանությամբ են իրանք, որտեղ օրինակ թրիփը չեղարկել, հիմա վերկանալ ասել, որ մենք թրիփը չեղարկելու ենք, իշ նաև պետք է ասես ոնց ես դա անելու են, ինչ ես դու այլընտրանք որն ես առաջարկում կամ այսինքն բոլոր այդ կոնստրուկցիաների ու պրոցեսների առումով, հա, բայց այս առումով այն ինչ որ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, խաղաղության օրակարգ եւ այլն, ես այդպես կողքից որպես դիտորդ կարող եմ ասել ինչ որ առաջարկում էր ընդդիմությունը, ես մի փոքր այլընտրանքը, դուք ճիշտ եք ասում, ես այդքանը չի հասկանում ինչ առաջարկվում, հա, այսինքն որն է լինելու այլընտրանքը։ Օրինակ Արցախը վերադարձնելը եւ ինչպես են։ Այո, եւ հստակ այդ ծրագիրը ոնց որ այսպես ասենք նկատելի չէր։ Այսինքն ճիշտ է, այս ընտրությունների ընթացքում շատ անձնական վիրավորել եւ այլն ծրագրային պայքար չկար, դա էլ եմ ուզում ասեմ։ Առհասարակ ես քաղաքական process sense այդպեսի որ ասեմ քաղաքական լուրջ process էր տեղի ունենում ընտրություններում չկար դա, դա էլ չկար, ավելի շատ միջանձնային ինչ որ sense անձնական վիրավորանքներ, բաներ եւ դրա մասին էր ավելի շատ։ Բայց որ ասեմ, տես այդ ծրագրային այլընտրանքներ շատ վառ ընդդիմությունը առաջարկեց հանրության այդ քաղաքական product-ը։ Դա էլ եկեք օբյեկտիվ լինենք, դա էլ այդպես չէր։ Այսինքն չկար այդ հստակ այլընտրանքային իշխանությունների այլընտրանքային ծրագիրը չկար ու դա էլ է խնդիրը իհարկե, որ մարդ որ նայում է ասում է Նիկոլ Փաշինյանը առաջարկում է սա, ընդդիմությունը ինչ է առաջարկում, պետք է լինի հստակ այլընտրանքային ծրագիր։ Մենք անելու ենք սա, անելու ենք այսպես, արդյունքում ունենալու ենք սա։ Հիմա թող այսինքն արդեն ժողովուրդը արդեն գնահատել է ընտրություններին, բայց ամեն դեպքում ճիշտ եք ասում, այդպիսի բաց թողում ես նկատել եմ, որ կա, այո։ Հիմա սպասել ենք 28 թվականի ավականու ընտրություններին այլևս, թե տեսնում եք դեռ հնարավորություն, որ ինչ-որ բան կփոխվի։ Ամեն դեպքում մինչև այս պահը օրինակ Ռուսաստանի Դաշնության նախագահը որևէ շնորհավորանք չի հղել։ Դե այսպիչով այս պահը չի հղել, կարող է 5 օրից հղի, ես չգիտեմ, կարող է սպասում են, ես երբ չեմ կարող ռուսական կողմի փոխարեն պատասխանել, կարող եմ միայն մտածել, այսպես ենթադրել, կարծում եմ, որ միգուցե սպասում են հուլիսի 4-ին սահմանադրական դատանի արդյունքներին, միգուցե չեն սպասում, չգիտեմ, տեսնենք, բայց այն, որ մենք կարող ենք ասել, որ կա ընտրությունների արդյունքները այնպիսին չեն, որ այսքան հետընտրական, այսինքն շատ լուրջ զարգացումներ է գնում, մարդիկ դուրս եկան փողոց, տեսնում ենք փողոցում 100,000-ավոր մարդ, որոնք, չէ, այս ամեն դեպքում փաստ է, որ դեռևս որևէ մեկին փողոցում չենք տեսնում, այսինքն բացի են սահմանադրական դատանի դիմաց պրոցեսների եւ այլն, նկատի ունեմ մենք չենք տեսնում մասսայական ինչ որ հետընտրական զարգացումներ,
սպասելու են 28-ին, ես չգիտեմ, ես ընդդիմությունը ինչ անելու, սպասելու չենք, որտեվ չեն ներկայացրել իրանց հաջորդ քայլերը, ասում են մենք թող լինի սահմանադրական դատանի որոշումը, հետո կմտածենք, կասենք, հա, իրանք չեն կամ ասեն, ես իրանց փոխարեն ոնց ասեմ, այլ մեր քաղաքական ուժը նախապատրաստվելու է հաջորդիվ այլ ընտրական գործընթացներին, թիմ ընտրություններ լինելու մարզերում, Երևանի ընտրությունները, մեր փոխարեն կարող եմ ասել, որ այո, նախապատրաստվելու ենք այդ գործընթացներին, իսկ ընդդիմությունը տեսնենք ինչ է անելու, ինչ է հայտարարելու, իրենք են հայտարարել, որ ուրեմն անելիք ունեն եւ բողոքարկելու են սահմանադրական դատարանում, հիմա գործընթացը գնում է, արդյունքները երբ լինի, իրանք արդեն կհայտարարեն հետագա անելիքները, տեսնենք, որպես քաղաքագետ կարող եմ ասել, որ չեմ տեսնում նախադրյալներ այս պայի դրությամբ, ես չգիտեմ ինչ կլինի մի ամիս հետո, 10 օր հետո, ինչպիսի քաղաքական զարգացումներ կլինեն արտաքին, ներքին եւ այլն, բայց գոնե այս պային չեմ տեսնում նախադրյալներ ինչ-որ փողոցային իշխանապողության համար ռեալ հնարավորություններ, հա, որ ասենք, այ տեսնում եմ ռեալ հնարավորություն մոտակա ժամանակ փողոցային իշխանապողության առումով այս իրողության մեջ։ Նորից կարող 5 օր հետո բան փոխվի, մենք խոսում ենք այսօրվա իրականության մեջ։ Ես չեմ տեսնում այդ հնարավորությունը եւ այն հանրային պահանջը, որ հիմա մարդիկ պատրաստ են դուրս գալ փողոց եւ փողոցով իշխանապողությունը։ Պարոն Ղուկասյան, իսկ ինչպես կգնահատեք ներկապոլը հայ-ռուսական հարաբերությունների, արդյոք սա հիբրիդային պատերազմ էր, որտեղ հաղթեց Արևմուտքը եւ Ռուսաստանը շոկի է ենթարկվել ու շարունակում է օրինակ սպառնալիքների տեսքով զգուշացումներ անել։ Մեդվեդևը օրինակ ասում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար անխուսափելի ծանր հետևանքների կհանգեցնի։ Սրանք զգուշացումներ են, սպառնալիքներ են, ինչ է, ինչպես կփաթեթավորեք։ Եկեք սենց ասեմ, ակնհայտ է, որ Ռուսաստանը այսօր գտնվում է, պետք է ասեմ այսպես, հա, ոչ հեշտ ժամանակահատված է ինքը ապրում, հաշվի առնելով այն ճնշումները արտաքին, որը կա, հա, պատկերացրեք ամբողջ կոլեկտիվ արևմուտքը, միասնական արևմուտքը պայքարում է Ռուսաստանի Դաշնության դեմ, բացահայտ ֆինանսավորում է Ուկրաինային, տեսնում եք ինչ է տեղի ունենում, այսինքն գնում է եւ Ռուսաստանի թե ղեկավարը, թե մնացած այլ պաշտոնյաները, թե փորձագիտական շրջանակները ասում են, որ խնդիրներ կա, խնդիրներ ստեղծում են ուկրաինացիները եւ տնտեսական խնդիրներ կա, այսինքն Ռուսաստանը ապրում է, այսպես ասենք, ոչ ամենալավ իր ժամանակները, մարտահրավերները շատ են եւ իհարկե ուշադրությունն ու ռեսուրսները ստիպված սահմանափակ են հարավային Կովկասում Ռուսաստանը առնվազն այն միակ առաջնորդը չէ, ֆավորիտ համարվող, հա, որը 10-15 տարի առաջ էր, հա, հարավային Կովկասում շատ ու շատ տարբեր խաղացողներ են եւ գնում է կատաղի պայքար այդ խաղացողների միջև գլոբալ խաղացողների եւ այո, մենք չենք կարող ասել, որ Ռուսաստանը լրիվ արդեն բացակայում է տարածաշրջանից կամ լրիվ զիջել է ամբողջությամբ իր դիրքերը, բայց գնում է պայքար, այսինքն այն, որ ասում ենք հարավային Կովկասը տրանսֆորմացիայի փուլի մեջ է, առասարակ աշխարհն է տրանսֆորմացիայի փուլ ապրում, որ Նիկոլ Փաշինյանը ասում է հայ-ռուսական հարաբերությունները, ես կարծում եմ, որ ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները, ընդ որում Ռուսաստանի դեսպանն էլ այստեղ անվանել է վերջերս այդպես այդ գործընթացը, որ հայ-ռուսական հարաբերությունները իսկապես տրանսֆորմացիայի փուլում են գտնվում եւ ես կարծում եմ դա մենակ հայ-ռուսական հարաբերություններին չի վերաբերվում, դա աշխարհի ամբողջ աշխարհին է վերաբերվում, տարածաշրջանին է մեր վերաբերվում եւ այդ առումով բնական է որ Ռուսաստանը ուզում է պահել իր ազդեցությունը տարածաշրջանում եւ Հայաստանում Ինչպես որ Արևմուտքն է ուզում ձեռք բերել նոր հնարավորություններ, հաստատել նոր իր ազդեցությունը ավելի ուժեղ կերպով հարավային Կովկասում եւ դրա համար բնական է որ կան տարաձայնություններ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ բայց գիտեք ստեղ խնդիրը նա է որ ստեղ իրավիճակը հետեւյալն է Հայաստանի իշխանությունները մեր երկիրը, հա, որպես երկիր, հա, իշխանությունը մի պատ թողենք մի կողմ, մեր երկիրը հիմա ունի հետեւյալ խնդիրը,
Մենք ունենք ոչ միայն ասենք կոմունիկացիա Ռուսաստանի Դաշնության հետ, հարաբերությունների ինչ որ տրանսֆորմացիոն փուլ Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք նաև ունենք այդ հարաբերությունների տրանսֆորմացիա այլ խաղացողների հետ, հա։ Հիմա այն, որ ասենք Եվրոպական միությունը մեզ առաջարկում է, չգիտեմ, այս օժանդակությունը, այն օժանդակությունը կամ ԱՄՆ-ն եկել է թրիփա, ասենք ով կմտածել 5 տարի առաջ, որ ասենք կլինի Սյունիքում, ասենք թրիփ, Թրամփի ուղի, հա, բայց հիմա դա իրողություն է, գոնե թղթի վրա, տեսնենք թե հետագա զարու այստեղ Իրանի գործունը կա եւ այլն շատ բարդ գործընթաց է, հա։ Դրա համար ես կարծում եմ, որ սա շատ բարդ է մեր երկրի շահերի տեսանկյունից այս գործընթացը Ռուսաստանի հետ մեզ ակնհայտ է որ պետք է բոլոր այդ խնդիրները լուծում պետք է ստանա եւ այդ առումով ես պատկերացնում եմ sense որ Հայաստանի իշխանությունները պետք է գտնեն այդ բանաձևը ընդ որում գիտեք ես հիմա չեմ սևեռում իմ ուշադրությունը Նիկոլ Փաշինյանը կլինի ղեկավար ով կլինի ղեկավար ես խոսում եմ Հայաստանի շահի տեսանկյունից հա Ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը իմ կարծիքով պետք է գտնի բանաձև եւ հնարավոր է գտնել այդ բանաձևը, որով մենք կարող ենք հարաբերություն նորմալ կառուցել թե Ռուսաստանի Դաշնության հետ, թե Եվրոպական միության, թե ԱՄՆ-ի հետ, որտեղ տեսեք, եթե մենք ասում ենք, որ կան ռիսկեր Ռուսաստանի Դաշնությունից, ես վստահեցնում եմ ձեզ, որ հակառակ դեպքում նաեւ կան շատ մեծ ռիսկեր արևմուտքից է։ Այսինքն այնպես չի, որ օրինակ Ռուսաստանը կարող մեր արժև, ասենք, պատժամիջոց մեր նկատմամբ ընդունի, իսկ արևմուտքը չի կարող պատժամիջոց ընդունի։ Ասեմ, որ էլի շատ վտանգավոր եւ բան ռիսկեր է դրանք։ Դրա համար պետք է այդ բանաձևը գտնել։ Այդ բանաձևը մենք պետք է գտնենք, որ մեր երկիրը չընկնի անկայունության մեջ, որ մեր երկիրը լինի կայուն։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուտինը այսօր կրկին հիշեցրել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի, հարաքվեանի, ԵԱՏՄ-ում մնում թե Եվրամիությունում։ Այսինքն այդ երկու տեղ լինելու ճանապարհը շատ երկար չէ։ Չէ, բայց երբ ես ասում եմ հենց բանաձևը գտնելը, հենց դրա մասին եմ ասում։ Ոչ թե ես ասում եմ մենք լինենք համ ԵՄ-ում, համ ՀԱՏՄ-ում, դա անհնար է, ոչ թե դա քաղաքական նախասիրության առումով, այլ դա իրար հակասող իսկապես երկու մաքսային միություններ է, որոնք իրար հետ նամանահան, որոնք իրար հետ գտնվում են, ասենք, ոչ թե մրցակցային պայմաններում, այլ հակառակորդի պայմաններ, այսինքն իրենք երկուսը իրար կատաղի հակառակորդներ են։ Բայց նույնիսկ այդ քաղաքականը թողենք մի կողմ, կա այդ տնտեսական իրողությունը, երկու հակասող մաքսային միություններ են։ Չեն կարող ունենա, ասենք, մեր ապրանքը չի կարող երկու չափանիշներով, երկու նույն ստանդարտիզացիայով, որտեղ որ տարբեր ֆիտոսանիտարական նորմեր են, թե ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում, տարբեր սերտիֆիկացիաներ են, լրիվ այլ տրամաբանություն, այսինքն ամբողջությամբ դա հակասող երկու իրար տնտեսական մաքսային միություններ են։ Մենք պետք է հասկանանք, ես օրինակ sense եմ պատկերացնում, նախ պետք է նայենք քարտեզին, որտեղ է գտնվում Հայաստանը այսօր։ Տեսեք, ես խոսում եմ վաղը թե ինչ կլինի, կբացվի հայ-թուրքական սահմանը, կարող է չի բացվում, կարող է բացվում է, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը կամ չի։ Ես խոսում եմ այսօրվա մասին։ Կլինեն նոր իրողություններ, կնստենք խոսենք նոր իրողությունների մեջ, հա, ես չեմ կարող հիմա պատկերացումներով կամ չգիտեմ, երազանքներով ապրել, խոսում եմ իրողությունների մասին։ Այսօր կա փակ հայ-թուրքական հայ-ադրբեջանական սահմանները, այսօր կա Վրաստանը, որը որ չի գնում դեպի Եվրոպական միություն, որտեղ իր եվրոինտեգրման ուղին սառեցրել է Եվրոպական միությունը, ուշադրեք, Եվրոպական միությունը ոչ թե Վրաստանը չի գնում, Եվրոպական միությունն է սառեցրել։ Եվ եթե Վրաստանը չի գնում այս բային Եվրոպական միություն, մենք ոնց ենք մեր ապրանքները եւ ոնց ենք մենք ինտեգրվելու Եվրոպական միություն, հա։ Սա առաջին իրողությունն է, այսինքն մեր աշխարհագրական դիրքը, որը հստակ է։ Երկրորդը դա այն է, որ մենք մեր շուկան սերտորեն կապված է ռուսական շուկան եւ ոչ միայն շուկան, ոչ միայն արտահանումն, ներկրումը։ Վերցրեք էներգետիկ ոլորտը, վերցրեք գազային ոլորտը, հա, էլեկտրաէներգիայի եւ ամեն ինչը որ վերցնեք ատոմակայանը եւ այլն, դա չի կարող լինել, ասենք, մի տարում մենք որոշենք, որ լրիվ փոխում ենք ամեն ինչ։ Դա տասնամյակների հարց է։ Տասնամյակների եւ բացի տասնամյակների միլիարդավոր դոլարների ներդրում պահանջող փոփոխություններ է։ Հիմա ես ինչ եմ ասում, ասում եմ, ժողովուրդ, եկեք հասկանանք,
Եթե մենք կարող ենք պահպանենք մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ի ներքո, հա, ԵԱՏՄ-ի մեջ, բայց կարող ենք նաև ինչ որ բանաձև գտնել այդ պայմաններում հարաբերություններ ունենալ Եվրոպական միության եւ ԱՄՆ-ի հետ, ինձ թվում է այդ բանաձևը կլինի շատ մեր շահերից բխող, որովհետեւ եթե մենք ուզում ենք գնանք ցնցումների ճանապարհով, ինչի գինը գիտեք ինչ, ես վստահ եմ, որ Հայաստանը 10-15 տարի հետո չի դառնալու Եվրոպական միության անդամ։ Եվ ավելի հետաքրքիր բան ասեմ, հենց այսօր ա եղել Եվրոպական խորհրդարանում, չգիտեմ տեսել եք թե չէ, Եվրոպական խորհրդարանի падգամավորը հայտարարել է հրապարակային, որ Եվրոպական միությունը պետք է Հայաստանին տեղյակ պահի, որ Հայաստանը երբեք չի կարող դառնալ Եվրոպական միության անդամ։ Հրապարակային հայտարարություն ա եղել։ Այո, Եվրոպական միությունը ինքն է ասում, падգամավորը ասում է, այո, պետք է ունենալ Հայաստանի հետ հարաբերություն, բայց պետք է իրականում ի սկզբանե տալ իրանց իրական պատկերը, որպեսզի ակնկալիքները չլինեն մեծ։ Այսինքն այնպես չի, որ Եվրոպական միությունը բոլորը նստած սպասում են Հայաստանին, որովհետև միջև Հայաստանը տարիներով այնտեղ գնում էր Մոլդովան ու գնում է Ուկրաինան, գնում է Թուրքիան արդեն հույսը կորցրել է, այտենց այդքան էլ չի գնում, բայց ամեն դեպքում այդ ճանապարհը 97 թվականից, հա, որդեգրել էր։ Գնում է Վրաստանը, որ գնում էր, հա, տարիներով, որ հիմա սառեցվել է իր եվրոպական եվրոինտեգրման ճանապարհը։ Այսինքն հերթը շատ մեծ է։ Այն իրողությունները, որոնց մասին ասացի գետնի վրա, դրանք է շատ իրական են ու լուրջ խոչընդոտներ են։ Հիմա մեզ պետք է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորել։ Եվրոպական միություն դառնալու այդ նպատակը, անդամ դառնալու նպատակը մի քիչ իրականությանը մոտ բերել, հա, որովհետև նորից եմ ասում, այնպես չի, որ վաղը դառնալու ենք Եվրոպական միության անդամ, որ այսօր էլ դուրս գան ԵԱՏՄ-ից։ Դրա համար ես կարծում եմ սա է բանաձևը, որ մենք պետք է մնանք ԵԱՏՄ-ում։ Ես օրինակ որպես քաղաքացի մտածում եմ, որ ԵԱՏՄ-ում մնալը մեզ ավելի ձեռնտու է, քան մենք այսօր ԵԱՏՄ-ից դուրս գանք կամ վաղը ԵԱՏՄ-ից դուրս գանք ու նստենք, սպասենք, երբ մեզ կընդունեն Եվրոպական միություն։ Դա նորմալ չի, դա այսինքն եթե դու մի բանը ռեալ հիմա չունես տեղ, դու չպետք է հրաժարվես այս օրինակ գրիչից, որովհետև այս բաժակը ստեղ չկա։ Բայց մենք սրանից հրաժարվենք, ասենք դե այս բաժակը մի օր մենք կունենանք, ես դա տարածքային կառավարման նախարարը 7 հատ ծիրան էր արտահանել Եվրամիություն։ Դե դա սիմվոլիկ PR, այսպես ասենք, դուք ինքներդ եք հասկանում, որ այսինքն հիմա տեսեք, եթե նայենք նույն տնտեսական ցուցանիշներին, մենք մինչ այս ամենը 25 թվականի արդյունքում մոտ 1.5%-ի անկում ունենք Եվրոպական միության հետ մեր տնտեսական հարաբերություններում։ Մոտավոր $600 միլիոն մի փոքր ավել է մեր արտահանումը 25 թվականին եղել դեպի Եվրոպական միություն։ Երբ դեպի Եվրասիական միություն մասնավորապես ռուսական շուկա $3 միլիարդ ավել, պատկերացնում եք, չէ՞։ Այսինքն թվերը իրենց փոխարեն խոսում են եւ այս առումով պետքա նայել տնտեսական ցուցանիշներին։ Ինչքան էլ Եվրոպական միությունը մեզ ասի ինչ որ քաղաքական իրավիճակից ելնելով, որ դուք կարաք բերեք ձեր ապրանքները ստեղ, մենք մաքսատուրքերը կհանենք եւ այլն, դա կրելու է 1-2 անգամյա բնույթ։ Երրորդ անգամ եթե դու քո ապրանքը իրենց չափանիշներին չի համապատասխանում, այդ ապրանքը չեն առնելու, սպառողը չի օգտագործելու այդ ապրանքը։ Այսինքն սա հստակ է, որ քաղաքականությունը քաղաքականության, բիզնեսը եւ տնտեսությունը, դա բիզնես ու տնտեսությունն է։ Դու եթե ունես ապրանք, դա պետքա սպառվի։ Եթե դա չի սպառվում, դա որևէ մեկին հետաքրքիր չի։ Հիմա ինչքան ժամանակ է պետք, որ մենք մեր ամբողջ շուկան փոխենք, տրամաբանությունը փոխենք, չափանիշները սկսենք համապատասխանեցնել եվրոպական, լրիվ փոխենք, չգիտեմ, փաթեթավորման, ամեն ինչի տրամաբանությունը, ասենք թողելով, ասենք դե լավ է, ռուսական շուկան պետք չի, մենք հեսա բան կա։ Չէ, համ այն է պետք, համ էս է պետք։ Ուղղակի պետք է նպատակները ռեալ դնել։ Եվրոպական միության անդամ մենք մոտակա ժամանակ չենք դառնում։ Դա ես չեմ ասում, դա Եվրոպական միության ներկայացուցիչներն են ասում։ Այն պատժամիջոցները, որոնք Ռուսաստանը հիմա կիրառում է ձկնեղենի, պտուղ պատճառների հետ կապված, արդյոք նպաստում են նրան, որ նույն քաղաքացին հասկանա, որ
ԵԱՏՄ-ն մեզ պետք է, թե հակառակը ավելի հակազդեցություն է թողնում հակառուսական։ Ես չեմ կարծում, որ մեր քաղաքացիները չեն հասկանում, որ մեծ Ռուսաստանի հետ տնտեսական կապերը պետք են։ Ես չեմ կարծում, ասենք տարիներ շատ տասնամյակներով կապը ռուսական շուկայի հետ։ Գիտեք, ես կարծում եմ, որ ռուսական կողմն էլ պետքա ինձ թվում է իրանց էլ ձեռք չի տալիս խզել մեր այդ կապերը, հա, ինձ տենց է թվում։ Դե առնվազն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, հա, որ պետքա, որ ինքը պատրաստ է գնա Մոսկվա, որ ինքը պատրաստ է պահի մեր անդամությունը ԵԱՏՄ-ում եւ այլն, բայց ռուսական կողմն էլ ասում է դուք մի հատ կողնորոշվեք, եթե դուք օրենք եք ընդունել Եվրոպական միություն գնալու, դա արդեն օրենք է, դուք բանավոր չեք ասել, դուք օրենք եք ընդունել, հա։ Մի հատ պետքա դա կարգավորել իմ կարծիքով, պետքա հասկանալ որն է մեր համար կարևոր ԵԱՏՄ-ն, ռուսական շուկան, թե ուղղակի այն օրենքը, որը որևէ ազդեցություն չունի, Եվրոպական միության համար որևէ նշանակություն չունի, եւ այդ օրենքով չի, այլ դու նախ եւ առաջ պետք է հայտ ներկայացնես դեպի Եվրոպական միություն գնալու համար։ Հայտ Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացրել։ Չկա որևէ հայտ։ Հայաստանի իշխանությունները հայտ չեն ներկայացրել։ Դա նշանակում է, որ մի հատ պետք է ռուսական կողմի հետ գալ, փորձել գալ ընդհանուր հայտարարի։ Չեմ ասում, տեսեք, շատ պարզ եմ ուզում լինեմ, չեմ ասում զիջենք ռուսական կողմին, չգիտեմ, հիմա կասեն մեզանից ուզում են ինքնիշխանություն, բան չէ, շրջանակները տարբեր։ Բայց որ Մոլդովան օրինակ Ռումինիայի հետ միանում է, ոչ մեկ չի ասում այդ սուվերենությունը բան։ Բնականաբար, չէ, տեսեք, ինքնիշխանությունը զիջելու բան չկա։ Մենք ինքնիշխանությունը մեր համար դա ամենից վեր է եւ բնական է, որ որևէ պարագայում մեր ինքնիշխանությունը որևէ մեկին մենք չենք կարող զիջել։ Բայց ինչ են ուզում ռուսները, այ դա պետք է հասկանանք։ Ինչ են ուզում, ինչ է ուզում ռուսական կողմը մեզանից։ Իհարկե ավելի լավ, քան Նիկոլ Փաշինյանը, դա որևէ մեկը երկրում չգիտի։ Ես ես անկեղծ ասեմ, ես չգիտեմ ռուսական կողմը մեզանից ինչ ուզում կամ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից ինչ ուզում, անկեղծ չգիտեմ։ Բայց կռահում եմ, որ ըստ տրամաբանության պետքա լինի նա, որ ռուսական կողմը ուզում է որպեսզի իր շահերը նույնպես հաշվի առնվի Հարավային Կովկասում եւ Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք չենք պատրաստվում ռուսական բազան հանենք, մենք չենք պատրաստվում ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Հիմա ես կարծում եմ, որ երկու կողմն էլ պետքա նստի եւ հայ-ռուսական հարաբերություններից բխող այդ շահերից բխող ինչ որ ընդհանուր հայտարարի գա։ Սա շատ բարդ գործընթաց է, ես շատ լավ հասկանում եմ, որ դու կարողանաս համ ռուսական կողմի հետ պահպանես քո հարաբերությունը, համ եվրոպական միություն, համ ԱՄՆ-ի, բայց կա, որտեղ Ղազախստան օրինակ դա կարողանում է անել։ Եվրոպական միության երկրներ, օրինակ Սերբիան եւ այլն, դա քիչ թե շատ դժվար չէ, բայց կարողանում է դա անել, հա։ Հունգարիան կարողանում է էներգետիկ հարաբերություններ, ասենք, էներգետիկ ոլորտում ունենալ Ռուսաստանի հետ, որտեղ դա իր շահերից է բխում։ Հիմա մեր շահերից է բխում, եւ բոլոր կողմերը պետք է իմանան, որ մենք ունենք շահեր, մենք այդ շահերից ելնելով պետք է վարենք մեր քաղաքականությունը։ Հիմա հասկանում եմ, որ կան բարդություններ, դժվարություններ, այս աշխարհը դժվար է, տուրբուլենտ է եւ այլն, բայց այդ հիմնականը պետք է լինի մեր երկրի շահը։ Այո, մենք ունենք շահեր թե Ռուսաստանի հետ իր մասով, այդ շահերի առումով, թե Եվրոպական միության հետ ունենք շահեր, ու այո, ունենք, որովհետև մենք չենք կարող փակվել ու ասել, մենք պետք է կախված լինենք մի կետից։ Մի կետից այսօր ես չգիտեմ, տես աշխարհում շատ երկրներ, որոնք մի կետից են կախված։ Ի վերջո դա հաստատ չի բխում որևէ մեկի շահից, հա։ Ուղղակի այս դժվար ժամանակահատվածում աշխարհում, հա, դժվար ժամանակահատվածում մենք պետքա խելացի լինենք, խոհեմ լինենք, փորձենք մեր երկիրը տանենք, չտանենք անկայունության ճանապարհով, որևէ մեկին որևէ բան զիջելու չունենք, հակառակը մենք պետք է ամրապնդենք մեր ինքնիշխանությունը, բայց դա պետք է անենք այնպես, որ կորուստներ չունենան մարդիկ, օրինակ ի պետք է այսօր մարդը ուզենա իր ծաղիկը արտահանի, Ռուսաստան չկարողանա արտանել։ Ինչի՞։ Ես կարծում եմ, որ այստեղ կա բաց թողում հենց կառավարության, այս կառավարության, որովհետև եթե դու ասում ես մի կողմից ես վարում եմ հավասարակշռված, բալանսավորված քաղաքականություն, եւ մյուս կողմից խնդրեմ է ստեղծում, որ այն մարդը որ տարիներով արտանել է իր ապրանքը մի շուկա ու հիմա չի կարող տանել, ոնց է խնդրեմ է տվել ընդհանուր քո վարած արտաքին քաղաքականության մեջ։ Ոստեղ բացատրությունները, որ ես կարծում եմ երբեք միակողմանի չեն լինում խնդիրները, միշտ լինում է երկկողմանի։ Կա ռուսական կողմի որոշակի մեզ համար անընդունելի քայլեր մեր հանդեպ կամ բաներ, իհարկե կա, հա, հարցեր եւ այլն եւ այլն։ Իրանք ունեն մեր հանդեպ, բնականաբար ամեն օր հայտարարում են, որ ունեն։
Հիմա կամ մենք գնում ենք էլ ավելի մեծ թեժացման, հարաբերությունների կբա, հետո գալու ուրիշ խնդիրներ, հետո գալու է գազի գին, հացահատիկի ներմուծում։ Ուզում եմ ասեմ, այնքան խնդիրներ, ես չեմ ուզում որ մեր երկիրը գնա ցնցումների, կորուստների, ռիսկերի ճանապարհով։ Ես գիտեմ, որ կա այդ բանաձևը, որ մենք կարանք գնանք մինիմալ այդ անկայունության ճանապարհով։ Եվ ուրեմն եթե դա տենց է, ուրեմն պետքա դա անել, որովհետև չկա ավելի մեծ նպատակ, քան մեր երկրի եւ մեր ժողովրդի այդ բարեկեցությունն է եւ անվտանգությունն է եւ կայունությունն է։ Ես կարծում եմ, որ դա պետք է լինի, յուրաքանչյուր քաղաքական գործ չի։ Կլինի դա իշխանություն, ընդդիմություն, գլխավոր նպատակը։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Ես եմ շնորհակալ։